Ես գիտեմ, որ ունեմ շատ թերահավատ դիտորդներ, ովքեր մտածում են, որ այստեղ միայն ես եմ կարողանում գումար աշխատել։ Այդ պատճառով ես ստեղծեցի Phoenix Trading արդյունքների ալիք, որը որ բաց է, եւ իմ դիտորդները ուղարկում են իրենց պլյուսով փակված գործարքները։ Այստեղ կան արդեն մի քանի սկրինշոթներ։ Դուք կարող եք մուտք գործել եւ դիտել դրանք։ Ինչպես նաեւ դուք կարող եք ձեր իսկ սկրինշոթը ուղարկել մեր բոտի միջոցով այս բաց Telegram-յան ալիք։ Իմ դիտորդի կատարած գործարքները ես լայքում եմ։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, որտեղ կարող եք սովորել trading լրիվ անվճար։ Եկեք այսօր կատարենք OTC արժույթների trade, քանի որ իմ TradingView կայքը չգիտեմ ինչի այսօր տանդաղ է աշխատում։ Ես որոշեցի ձեզ ցուցադրեմ OTC արժույթներ։ Եկեք գտնենք, դնում եմ 5 րոպեանոց մոմերը եւ եկեք գտնենք արժույթ, որը որ կհամապատասխանի մեր իսկ գիտելիքներին։ Ահա, եկեք սա կատարենք trade 5 րոպե $50 կատարում ենք վաճառք։ Եկեք կատարենք վերլուծություն եւ հասկանանք ինչու ես կատարեցի վաճառք։ Վերևում կա դիմադրության հատված, որից որ մեր մոտ trend է դեպի ներքև։ Եվ ինչ ենք տեսնում մենք։ Եկեք ուշադրություն դարձնենք։ Ամեն անգամ, երբ որ մեր կինը փորձել է բարձրանալ վերև, նրան հեռացրել է։ Նա փորձել է բարձրանալ վերև, նրան հեռացրել են։ Նա փորձել է բարձրանալ վերև, նրան հեռացրել են։ Եվ հիմա կրկին փորձում է բարձրանալ վերև, բայց մենք ունենք լավ հատված, որից որ նրան կրկին հեռացրել են, եւ մեր քննորդները ուղղակի փորձում են իրենց վերջին ուժով բարձրանալ վերև, բայց մենք տեսնում ենք, որ վերևում ունենք լավ հատված, ինչու է լավը, քանի որ կան շատ կանգառած կետեր։ Այս հատվածից մենք կկատարենք դագոն, եթե մեր կինը բարձրանա եւ հասնի այս հատված, ես 2 կամ 1 րոպեով կկատարեմ դագոն։ Եկեք հիմա տեսնենք մեր մոմերը։ Ինչ եմ նկատում ես տեսնում եմ կարմիր մեծ մոմ։ Իդեպ ներքևում չկա ստվեր։ Իսկ հակառակ պատկերում ես տեսնում եմ կանաչ մոմ, որը որ ամեն գնով փորձում է բարձրանալ վերև, եւ եթե նույնիսկ ստացվի մեր քննորդների մոտ բարձրանալ վերև, մենք ունենք վերևում հատված, որից որ մենք կկատարենք դագոն։ Եկեք արդեն նախապատրաստենք դագոնի ժամանակը եւ գումարը։ Նախնական տնում եմ 2 րոպե, բայց եթե հասկանամ, որ մեր կինը շատ արագ է, ես կիճացնեմ մինչև 1 րոպե, բայց մեզ պետք է, որ մեր կինը այդ պահին լինի շատ լավ հատվածում։ Եկեք դիտարկենք, կա trend դեպի ներքև։ Դա մեզ պլյուս է։ Կա լավ մոմ, կարմիր մոմ, վաճառողների մոմ, որը որ մեծ է, մարմինը մեծ է, չափսերը շատ մեծ են, եւ կա կանաչ փոքրիկ մոմ։ Այսինքն սա մեզ ասում է, որ առավելությունը վաճառողների կողմն է, քանի որ իջնող trend է։ Կա մեծ կարմիր մոմ, կա փոքր կանաչ մոմ եւ կա լավ հատված, որից որ մենք կկատարենք դագոն, եթե միանգամից չկարողանանք վերցնել մեր պլյուսը։ Այսինքն մենք կարելի ասել, որ հանգիստ ենք, քանի որ մենք վստահ ենք մեր վերլուծության մեջ։ Իմ շատ սիրելի դիտորդներ, ես որոշեցի, որ հələ որ իմ դեմքը չցուցադրեմ, եթե դուք մտածում եք ինչու ես իմ դեմքը չեմ ցուցադրում, ասեմ, որ սա շատ լավ փաստ է ձեր համար, հիմա բացատրեմ ինչի։ Երբ որ ես իմ դեմքը ցուցադրում եմ, ես լինում եմ օֆիսում, բայց ես եթե իմ դեմքը չցուցադրեմ եւ կարողանամ տանից ձեր համար վիդեո նկարեմ, ես կարող եմ առավոտ շուտ արթնանալ եւ մի քանի վիդեո միանգամից նկարեմ ձեր համար։ Այսինքն, եթե ես իմ դեմքը չցուցադրեմ եւ լինի ակտիվություն իմ այս նոր ֆորմատի վիդեոներում, ապա ես կկարողանամ ամեն օր ձեր համար նոր վիդեոներ նկարել։ Եվ հիմա դուք պետք է ապահովեք մեծ ակտիվություն այս նոր ֆորմատի վիդեոին, որպեսզի ես կարողանամ ձեր համար ամեն օր նոր վիդեոներ տեղադրեմ մեր YouTube-յան ալիքում։ Այսինքն սա կրկին ձեր համար է արվում, որպեսզի դուք կարողանաք ավելի արագ հասկանալ թրեյդինգը եւ թրեյդինգի պրինցիպները։ Եկեք տեսնենք ինչպես կավարտվի մեր գործարքը։ Ասեմ, որ այստեղ պետք է կատարել դագոն 1 րոպեով, քանի որ մեր կինը արագ է շարժվում։ Մենք 1 րոպեով կատարում ենք դագոն, քանի որ ես հասկացա, որ մեր գնի արագությունը ավելի շատացավ։ Եկեք տեղափոխվենք 1 րոպեանոց գրաֆիկ, որպեսզի կարիքի դեպքում կրկին կատարենք դագոն։ Իհարկե ես, եթե հասկանամ, որ արդեն դագոնը պետք է գերակշռի իմ բալանսի տոկոսը, ես հնարավոր է, որ ցես չցուցադրեմ այդ դագոնը։
Ինչու։ Ես ուզում եմ, որ դուք դա չտեսնեք եւ չկրկնեք։ Այսինքն, երբ որ իմ ռիսկերը ես ստիպված պետք է մեծացնեմ, ես վիդեոն կդադարեցնեմ եւ կմեծացնեմ իմ ռիսկերը։ Իսկ երբ որ ես ձեզ կարող եմ ցուցադրել առանց ռիսկային գործարքներ, ես դա կցուցադրեմ։ Մեր մոտ ավարտվեց պլյուս եւ եկեք գտնենք մի այլ սիտուացիա եւ կրկին վերցնենք պլյուս։ Կրկին դնում եմ $50, քանի որ մեզ շատ ռիսկեր եւ ստրես հարկավոր չէ, եւ եկեք կրկին կատարենք այստեղ գործարք։ Եկեք։ Մենք արդեն գիտենք մեր վերլուծությունը, այստեղ մի փոքրիկ կանաչ մոմ հայտնվեց, ինչու է փոքրիկ, քանի որ տեսեք այս կարմիրի չափսերը, որը որ ընդհանրապես չի խոսում նրա մասին, որ մեր գնորդները ուժեղ են, ընդհակառակը։ Նա մեզ ցուցադրեց, որ գնորդները շատ թույլ են։ Ես ձեզ ուզում եմ ցուցադրել միշտ կարգապահ թրեյդինգ։ Ես հնարավոր է, որ իմ կարգապահությունը խախտեմ, բայց չեմ ուզում, որ դա հայտնվի իմ վիդեոների մեջ, որովհետև դուք դա տեսնելով հնարավոր է, որ ձեր ենթագիտակցության մեջ դա տպավորվի եւ դուք դա կատարեք, բայց մեր մեջ կա տարբերություն։ Հիմա կասեք, եթե դու կատարում ես, ինչու չեմ կարող կատարել ես։ Դա ունի շատ մեծ պատճառ։ Հիմա ասեմ։ Մենք հասանք հատվածի եւ կարելի է կատարել դագոն։ Եկեք տեղափոխվենք 1 րոպեանոց մեր գրաֆիկը եւ եկեք սպասենք, որ հասնի այս կետին։ Եթե հասավ, ապա կարող ենք կատարել դագոն։ Մեր տարբերությունը կայանում է նրանում, որ նախ առաջինը ես ունեմ փորձ թրեյդինգում։ Երկրորդը Թրեյդինգի մինուսավոր սիտուացիաները իմ ուղեղը չեն անջատում եւ ես անկանոն դագոններ չեմ օգտագործում, բայց ձեր ուղեղը անջատում է։ Եթե դուք սկսնակ եք, ապա մինուսի դեպքում դուք հնարավոր է որ չսպասեք լավ հատվածի, ձեր ուղեղը անջատվի, սխալ ժամանակահատված, սխալ գումար եւ սխալ կետից գործարք։ Եվ երրորդ ամենագլխավոր տարբերությունը մեր կայանում է նրանում, որ ես ունեմ իմ արդեն իսկ աշխատած գումարները թրեյդինգում։ Բայց ձեր պարագայում ես խիստ կասկածում եմ, եթե դուք դիտում եք թրեյդինգ, ապա դուք դրա կարիքը ունեք, ապա դուք օլիգարխ չեք։ Եթե դուք լինեիք շատ հարուստ եւ օլիգարխ մարդ, ապա դուք կյանքում թրեյդինգ չէիք էլ դիտարկի, դուք կզբաղվեիք հիմա բիզնեսով։ Այդ պատճառով ես ձեզ չեմ ուզում ցուցադրել ռիսկային գործարքներ։ Եթե նույնիսկ իմ մոտ լինի ռիսկային սիտուացիա, ես կանջատեմ վիդեոն, կվերցնեմ իմ պլյուսը եւ կմիացնեմ։ Քանի որ ես ձեզ ինչքան էլ որ ասեմ մի շատ ռիսկերի դիմեք, դուք լսում եք, բայց չեք կատարում։ Դուք ուզում եք միանգամից հարստանալ, դա է մեր խնդիրը։ Այսինքն մեր հոգեբանությունն է մեր խնդիրը։ Ինքներդ մտածեք, եթե դուք զբաղվել եք թրեյդինգով, ապա դուք գոնե մեկ անգամ եղել եք պլյուս, ընդհանուր հաշվով, բալանսի հաշվով դուք եղել եք պլյուս։ Եվ ինչու եք կորցրել դուք այդ բալանսը։ Պատասխանեք խնդրում եմ։ Ինչ խնդիրը ձեր վերլուծությունն էր, հա? Որ մեկ գործարքի մեջ ձեր բոլոր բալանսը տեղադրեցիք եւ կորցրեցիք։ Թե խնդիրը ձեր հոգեբանությունն էր, որ դուք չուզեցիք համակերպվեք այդ մեկ մինուսին։ Ես դա լավ գիտեմ, քանի որ ես եղել եմ ձեր տեղը։ Ես գիտեմ ինչ է նշանակում չհամակերպվել կորուստին, երբ որ դու ուզում ես լինել միշտ հաղթողի դերում, բայց հասկացեք, թրեյդինգը ինչու են թրեյդինգով աշխատում ընդամենը 1%-ը, ասում են, որ 5%-ը, բայց ես չեմ հավատում դրան։ Այդ ստատիստիկային ես չեմ հավատում։ Հնարավոր չէ, որ 5% մարդ աշխատի թրեյդինգում, քանի որ սա անմարդկային հոգեբանության մասնագիտություն է։ Այդ պատճառով ես մտածում եմ, որ այստեղ աշխատում է ընդամենը 1%-ը։ Ինչ եք կարծում, այդ 1%-ը չի կարող վերլուծություն սովորել։ Չի կարող գնալ ինչ-որ միտեղ վճարել, սովորել կամ անվճար իմ վիդեոները դիտել եւ սովորել։ Իհարկե կարող է, բայց հոգեբանությունը դուք պետք է ինքներդ ձեզ պարապացնեք։ Ես չեմ կարող հոգեբանությունը վերցնել եւ իմ մոտից տեղափոխել ձեր մոտ։ Դա անհնար է։ Դա նույնն է, ինչ որ դուք ուզեք միանգամից ես իմ փորձը տամ ձեզ։ Իհարկե դա հնարավոր չէ։ Դուք պետք է ինքներդ ձեր պրակտիկայով սովորեք այդ հոգեբանությունը։ Նայեք, հիմա մնացել է 10 վայրկյան։ Իմ փոխարեն սկսնակը հիմա շատ կլարվեր եւ հնարավոր է որ անկանոն դագոններ կատարեր։ Բայց ես ինչ եմ անում։ Ես չեմ լարվում, ես ավելացնում եմ ժամանակը, դնում եմ 2 րոպե եւ կատարում եմ վաճառք եւ սպասում եմ, որ ահա հասնի այս կետին։ Հասավ այս կետին եւ ես կատարեցի վաճառք։ Ինքներդ համոզվեք, որ ես միանգամից իմ գլուխը չեմ կորցնում եւ չեմ կատարում անկանոն դագոններ։
Ես սպասում եմ լավ հատվածի, կանգ առած կետերի եւ կատարում եմ թագոն։ Այստեղ ես կատարեցի 2 րոպեով, քանի որ տեսնում եմ, որ մեր կինը մի քիչ դանդաղ է շարժվում, համեմատած մեր նախորդ սիտուացիայից։ Եթե դուք ուզում եք սովորել հոգեբանությունը, դուք պետք է կատարեք պրակտիկ գործարքներ, բայց ոնց պետք է կատարեք այդ պրակտիկ գործարքները։ Դուք պետք է ձեր կարգապահությամբ զբաղվեք թրեյդինգով։ Դուք պետք է ունենաք ձեր կորուստի լիմիտը։ Եթե դուք ունեք ընդամենը $20, ապա դուք ի սկզբանե պետք է իմանաք, թե ինչքան դուք պետք է կորցնեք այդ օրը։ Եթե դուք որոշել եք, որ կորցնեք ամենաշատը $5, դա վատագույն դեպքում։ Դուք պետք է չչարաշահեք ձեր գործարքները եւ $5 կորցնելուց հետո միանգամից դուք պետք է դուրս գաք թրեյդինգից եւ պետք է այդ կանոնը դուք պահեք։ Դա է խնդիրը, որ դուք չեք համակերպվում ձեր կորուստներին։ Դուք ուզում եք միշտ ամեն օր լինեք պլյուսի մեջ։ Դուք մտածում եք, որ սա այն մասնագիտությունն է, որը որ միանգամից ձեզ կհարստացնի առանց ջանքերի եւ տանջանքի։ Այս կյանքում չկա նման մասնագիտություն, որը որ առանց ջանքերի եւ տանջանքների տա ձեր ուզածը։ Նույնիսկ հիմա ես, որ աշխատում եմ, ես վճարում եմ մեծ ստրեսներ, որը որ հնարավոր է, որ հետագայում իմ առողջության վրա արտահայտվի։ Բայց ես արդեն էլ ուրիշ տարբերակ չունեմ։ Եթե ես մտել եմ, ապա մինչև վերջ պետք է գնամ։ Դա իմ բնավորությունն է։ Ես պայքարում եմ մինչև վերջ, եւ դրա շնորհիվ ես հասել եմ այս սրան։ Խնդրեմ, բայց պայքարը ձեր պետք է լինի շատ խելացի։ Պայքարեք, բայց պայքարեք կարգապահ եւ խելացի։ Ովքեր չգիտեն, մենք ունենք ծրագիր, որը որ օգնում է ձեզ ձեր վերլուծության մեջ։ Եթե դուք նոր եք սկսել եւ թերանում եք վերլուծության մեջ, ապա դուք կարող եք օգտագործել մեր այս ծրագիրը, որը որ իդեպ շատ հեշտ է օգտագործելը, կան արդեն վիդեոներ կապված այս ծրագրի օգտագործման եւ ակտիվացման հետ։ Բայց եթե դուք ուզում եք ստանալ այս ծրագիրը ձեր տրամադրության տակ, ապա դուք պետք է մուտք գործեք մեր VIP փակ Telegram-յան ալիք, որտեղ որ դուք կստանաք այս ծրագիրը։ Ինչպես մտնել այս VIP Telegram-յան ալիքը։ Դուք պետք է գրանցված լինեք Pocket Option կայք մեր հղումով եւ ձեր բալանսին պիտի մինիմում լինի $20, որպեսզի դուք կարողանաք զբաղվել պրակտիկայով եւ դուք ունենաք ակտիվ account։ Եթե դուք չեք ուզում կատարել համալրում, ապա այս ծրագիրը եւ այս փակ ալիքը ձեզ հարկավոր չէ։ Հիմա, եթե դուք գրանցվել եք Pocket Option կայք մեր հղումով, որը որ իդեպ ապիսանիայի բաժնում է, եւ եթե դուք ունեք ձեր բալանսին $20-ից ավել, մինիմում $20, ապա դուք պետք է կատարեք հետևյալ գործողությունները։ Բաժանորդագրվում եք մեր բաց Telegram-յան ալիքին եւ այստեղ կա ամրացված հաղորդագրություն սեղմելով սրա վրա դուք ստանում եք ձեզ հետաքրքրող բոլոր հղումները։ Գրանցում Pocket Option կայք մեր հղումով դուք ստանում եք մեր մոդերատորների account-ի հղումը, դուք ստանում եք մեր արդյունքների ալիքի հղումը եւ ձեր արդյունքի screenshot-ը ուղարկելու bot-ը։ Եթե դուք կատարել եք մեր երկու պայմանը, գրանցվել եք մեր հղումով եւ ունեք բալանսին $20, դուք պետք է գրեք մեր մոդերատորների Telegram account-ին։ Ուղարկում եք ձեր ID-ին Pocket Option-ի, որը որ իդեպ սեղմելով այս ավատարկի վրա դուք կտեսնեք այն։ Ուղարկում եք ձեր ID-ի թվերը տեքստով, մեր մոդերատորները ստուգում են եւ տալիս են ձեզ մուտք մեր փակ Telegram-յան ալիք եւ ակտիվացնում են այդ ծրագիրը։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից։ Խնդրում եմ, հիմա, երբ որ ես իմ թեմքը չեմ ցուցադրում, եղեք ավելի ակտիվ, գրեք կոմենտներ, լայքեք, բաժանորդագրվեք, գրանցվեք, որպեսզի ես կարողանամ ամեն օր ձեր համար նկարեմ վիդեոներ։ Քանի որ եթե ես իմ թեմքը չեմ ցուցադրում, ես կարող եմ ավելի շատ նկարել ձեր համար վիդեոներ։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր եւ հաջողություն։